Առավոտյան 4:00-ն է, իսկ մենք արդեն Զվարթնոց օդանավակայանում ենք։ Եկել ենք ստեղ Ալեքսանդրի հետ։ 2 օր առաջ արդեն Ալեքսանդրը դասավորել էր իր ճամպրուկը, որը ձմեռ պապին էր իրան նվիրել այս տարի։ Այս առաջի ճամփորդությունն է Ալեքսանդրի լինելու, ու մենք բոլորս փորձելու ենք տենց անենք, որ իր համար մաքսիմալ ուրախ անցնի։ Չէ՞, ինչ ես ասում, Ալեքսանդր։ Boya var şamalo. Հա, բավոս քեզանից բոյով է։ Yes, փոքր։ Համեջերն 4 տարեկան արդեն։ Մեծերն էլ են փոքր սամալյոտի համեմատ, իհարկե։ Թռիչքը գիշերներ շատ էինք հոգնել ու անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է հյուրանոց հասնեինք։ Եղանակ նահավոր շոկ էր մեր համար։ Արևի տակ մնալը գրեթե անհնար էր։ Ժամը 11:20 արդեն հասանք ռիսեպշնի մոտ, այնտեղ ստորագրեցինք մեր թղթերը, ցույց տվեցին մեր սենյակը ու միանգամից քնեցին։ Մեր համարն է։ Տեսարանը սովորական տեսարան է, ծովին չի նայում ճիշտ է, մի քիչ հեռու է, այնտեղ կարակ տեսնել ծովը, բայց վատ չի։ Վաննայով ստեղ պահարան, սեյֆ, ինչ ջարդեցի, մի խոսքով, սենց։ Սր առաջի օրն է, հələ որ շատ բան չենք հասրել գնալ, այս արդեն տվել են մեր թևնոցները, մեր հյուրանոցում, հասրել ենք նախաճաշել ու ճաշել, ընդհանուր նորմալ էր նախաճաշն ու ճաշը, տեսնենք մնացած օրերին ինչ է լինելու։ Ընտրել ենք այս հյուրանոցը, քանի որ տարածքն էր մեր դուր եկել ու ընդհանրապես ստեղ գրեթե ոնց հասկացա բոլոր հյուրանոցների ափերն են ծանծաղ, եթե ուզում եք ավելի լավ ծովափ, պետք է երևի հյուրանոց նայել Նամաբեի շրջանում, այս Նապքա, հա, Նապք էլ ոնց որ կոչվում, Ռիքսոսի արևանությամբ է գտնվում, իդեպս բալկոնից առանձնապես հետաքրքիր տեսարան չկան, մինոտ Ռիքսոսի մասնաշենքն է։ Նախատեսել ենք գնալ Old Market կոչվող շրջանում, դեռ մզկիթ էլ ունեն, արշակաֆել, շոկ ահավոր, հələ որ, սենց։ Իդեպ առաջի անգամը, որ տուրագեստվայի հետ ենք կազմակերպում հանգիստ կամ ճանապարհորդություն, ու ստեղ ոնց որ all inclusive-ից այնքան է տեղյակ չէի, մինչև այդ մտածում էի, թե all inclusive-ը այդ զուտ նախաճաշ ճաշընթրի բարային հատվածից խմիչք ինչ-որ պահպահակ բան վերցրեցինք ու այդ ամեն ինչը մտնում էր all inclusive-ի մեջ, այսինքն լրացուցիչ վճար չէինք վճարելու, այդ կարող է բոլորի համար տենց ակնհայտ աստեր, մեր համար ոնց որ շնորհություն էր, իմ համար հատկապես, սենց կպատմեմ տպավորություններով, լողավազանները մոտ 6-7 լողավազան ունեն, բավականին լավն են, ծովի ափի տեսարանն է շատ սիրուն ու տարածքն է մեծ ու սիրուն, դրա համար ենք ընտրել, սպասարկումից գոհ ենք, վատ չի եղել, հələ որ, տեսնենք ասում եմ, որ ավելի շատ թեյավճարներ թողելու տեղ է, Եգիպտոսը, հեսա կհասկանանք էլի մի 7 օր ստեղ ենք լինելու։ Իջնենք, տեսնենք նախաճաշին այսօր ինչ են տալիս։ Սալսա-բուրգերն իմաստն է։
դրսի խոհանոցը։ Դրսի խոհանոցում պաստա ձված է ու էլի մի քանի սենց բաներ էլ մատուցում։ Միշտ աղավնիները ստեղ են։ Կենտրոնական մասում գտնվում է ռիսեպշնը, բայց տարածքը բավականին մեծ է, հետևի մասում էլ ունի առանձին մասնաշենքեր, համարներ, ակվապարկ, եթե չեմ սխալվում, կան նաև քոթեջներ,